Բարի օր, բարի լույս իմ շատ սիրելի բաժանորդներին։ Սիրով ձեզ համար նվագում է Խաչատուրը, ձայնակցում ենք ես ու Մարինկաս։ Այո, սիրելիներս, ճիշտ նկատեցիք, ես մեր տանը չեմ։ Երեկ երեկոյան Մարինեիս հետ միասին եկել ենք աղջկաս տուն հյուր։ Ես բավականին ժամանակ չէի եկել աղջկաս տուն։ Իսկ աղջիկս ամեն շաբաթ երեխաների հետ գալիս էր, այցի էր գալիս մեզ, տեսել եմ ամեն շաբաթ։ Բայց առիթ ունենք, Անգելինաս գնացել էր համերգի և համերգում գովասանագրով հետ է վերադարձել տուն։ Ես մի փոքր մաս կտեղադրեմ, որտեղ որ Անգելինաս է նվագում։ Այնտեղ եղել է մեր Պատմասկովիայի դեպուտատը տելեստուդիայից նկարահանել են։ Այդ ընթացքը խոսալու ցույց չեմ տա, որտեղ որ նվագում է Անգելինաս, այդ մասը ցույց կտամ։ Գիտեմ, որ դուք էլ իմ ուրախությունը կկիսեք ինձ հետ միասին։ Բոլորիցդ գոհ ու շնորհակալ եմ, որ ինձ հետ եք ամեն անգամ դիտում եք և ուրախանում եք իմ ուրախությամբ։ Բոլոր երեխաները թող լինեն առողջ, ապրեն խաղաղ երկնքի տակ։ Այսքանը ցանկացա ձեզ հետ կիսվել և Անգելինաս դրել ինձ համար կոֆե, կոնֆետի վազն է, կոնֆետներով, գիտեք ինչ կոնֆետներ են, սիրելիներս, մեր առաջվա խեցգետինները, հիշում եք, կովիկը, չնայած հիմա այս կովիկը խեցգետինը նույնը չեն, թղթերն են փոխվել, համերն են փոխվել, մի խոսքով սիրելիներս, իսկ հիմա ջուրն էլ կողքս է ինչպես միշտ։ Սիրելի հետևորդներ ջան, գիտեք չէ, տատիկի համար ինչքան մեծ ուրախություն է, թոռնիկների հաջողությունները մեզ համար մեծ ցնծություն է, ուրախություն, ուրախանում ենք իրենց հաջողություններով, որ իրենք ձգտում ունեն սովորելու մեջ, թող սովորեն և իրենց նպատակներին հասնեն։ Սիրելիներս, Անգելինաս սովորում է դպրոցում 9-րդ դասարանում, բայց երաժշտական դպրոցում 6-րդ դասարանում։ Պարտաճանաչ, սովորող, ընդունակ, աշխատասեր, ամենակարևորը աղջիկ է։ Դասերը պարտադիր, պարտաճանաչ սովորում է, ինչպես նաև պարտաճանաչ էլ նվագում է։ Եթե երեխան աշխատասեր եղավ և պարտաճանաչ, ուրեմն կհասնի իր նպատակներին։ Թող Անգելինաս էլ հասնի իր նպատակներին։ Ինչ նպատակներ ունի երաժշտական գծով, թող Աստված օրհնի իր նպատակները, սիրելիներս, և իր երազանքները։ Հիմա կոֆեն խմենք, վայելում եմ թոռներիս քաղցրությունը, չնայած իրենք մեծերը ուսանողները գնացել են դասի, իսկ Մարինեն, Անգելինան և Խաչատուրս մի շաբաթ մեզ մոտ դպրոց չկա, այդպես է մեր դպրոցում սովորելու կարգը, 5 շաբաթ սովորում են, 1 շաբաթ տունն են երեխաները հանգստանում են, այդ շաբաթ հանգստանում էին, գործել չունեինք հողամասում անելու, որոշեցի համ գամ շնորհավորեմ, 2 օր էլ մնանք, կգնանք տուն, իմ լավ բարեկամներ։ Այս ընթացքում ձեզ կծանոթացնեմ աղջկաս գեղեցիկ ծաղիկների հետ և կպատրաստեմ
աղջիկս էլ ասեմ աշխատանքի սառնարանը բացեցի, հավ ուներ, հավը կլվանամ, կարտոֆիլը կմաքրեմ, բուսայուղով, կարտոֆիլը աղով, կարմիր պղպեղով, կհամեմեմ, նաև հավը կհամեմեմ, դնեմ ջեռոցը, եփելու թեթև եւ արագ, իսկ մնացած ուտեսները երեկվանից մնացել են, ուղղակի մի փոքր պատրաստեմ, որպեսզի համ ձեզ ցույց տամ հոլովակիս հետ, համ զրույցեմ, համ էլ երեխաները խնդրեցին, որ պատրաստեմ հավ ջեռոցում եւ տեսնեմ, եթե Անգելինաս խնդրեմ նվագի, նաեւ ցույց կտամ, թե ինչպես են նվագում իմ լավ բարեկամներ։ Իհարկե կնվագի իր դասերից, սիրելիներ։ Времена года, который находится в поселке Володарского. Депутат Мособлдумы Владимир Жук также посетил образовательное учреждение, проверил качество поставленных инструментов и пообщался с преподавателями. Педагоги отметили, что новые инструменты отличаются точной механикой и выразительным звучанием. Оборудование поможет раскрыть творческий потенциал учеников и вывести их исполнительское мастерство на новый уровень. В этом году появились это фортепиано, пианино и другие. Սիրելիներս դուրս եմ եկել պատշգամ, ցույց եմ տալիս Կիտայսկի Ռոզայի ծառը։ Տեսնում եք ինչքան գեղեցիկ կանանչ փարթամ ծառ է դարձել, մի փոքր էր անցած տարի, որ ձեզ ցույց տվեցի, նկարեցի, իսկ այս տարի շատ լավ մեծացել է, աճում է շատ լավ։ Գեղեցիկ թփերը կանանչ, ես շատ եմ սիրում, երբ որ ծաղկում է, ավելի գեղեցիկ է դառնում այս ծառը, շատ եմ սիրում, ուզում եմ տանեմ, միջուղ եւ տնկեմ։ Այս նկարն էլ նկարել է մեծ թորնույց, որը սովորում է MGU-ի ժուրնալիստիկայի բաժինը 3-րդ կուրսում։ Տեսնում եք ինչ գեղեցիկ նկար են նկարել, իհարկե այստեղ պապիկի գեներն են խոսում։ Սիրելիներս, միասին եկանք հյուրասենյակ, ես ձեզ սիրով ցույց եմ տալիս ծաղիկները։ Ասեմ, որ բավականին ծաղիկներ ուներ, տեղափոխվելու ընթացքում բոլորը փչացան, այս ծաղիկն էլ նկատում եք, կտրել է, նոր աճում է, դեկաբրիստը լավ է։ Այս ծաղկի անունը չգիտեմ եւ երբևիցե դեռ չի ծաղկել, բայց շատ կանանչ, գեղեցիկ տերևներով ծաղիկ է։ Հիմա ես պատուհանից ձեզ ցույց եմ տալի, տեսնում եք բարակ ձյուն է եկել, բայց շատ տաք է, հալվում է, ծառերը անտառների կողքն է հենց, բոլորը անտառներ են, այս շենքերի տեղը անտառներ է եղել, այստեղ էլ երեխաների խաղ հրապարակն է, ամեն շենքի բակում խաղ հրապարակ կա, նորակառույց շենքեր են, սա քաղաք Ավան է, սիրելիներս, ամեն ինչ կա երեխաների համար սովորելու, պարապելու համար։ Սիրելիներս, հավը լավ լվացել եմ, բաժանել եմ մասերի, դրել եմ արդեն ջրքանվել է, նույնպես լավ լվացել եմ սպիրալով, սոխը 3 գլուխ եւ կարտոֆիլները։ Հիմա կարտոֆիլները բաժանում եմ 2 մասի։ Սիրելիներս, կարտոֆիլի վրա սև կետերը ինչ որ չեր լվանալուն չի մաքրվել, ես այն հեռացնում եմ, որովհետև կեղևը չեմ մաքրելու, կեղևով եմ դնելու ջեռոցը, կեղևով շատ համեղ է լինում։ Սոխնել եմ 2 կեսանում, հիմա կհամեմեմ աղով, մի շերտը երկրորդ շերտն եմ լցնում, նորից մի քիչ, այս ձեռնոցները մեծ են, հեչ հարմար չեն աշխատելու համար, նորից կհամեմեմ աղով, լավ կխառնեմ, կավելացնեմ կարմիր պղպեղ աղացած,
ասեմ, որ սև պղպեղ չեմ լցնում, երեխաների սև պղպեղի համը դուր չի գալիս, չեմ ավելացնելու, բուսայուղ ու լավ կխառնեմ, որ բոլոր կարտոշկաները արդեն պատված լինեին կարմիր պղպեղով, աղով։ Այսպես լավ իրար կտրորեմ։ Տեսնում եք, արդեն գույնը փոխեց։ Ավելացրեցի սոխը, սոխն էլ մի քիչ աղանեմ։ Լավ կխառնեմ։ Հիմա բերանը ծածկեմ, թողնեմ, թող մի կես ժամ համենվի։ Հավի միսը շարել եմ պոտնոսի վրա, հերթով կհամեմեմ աղով։ Այս անգամ միայն աղով եմ համեմում և կարմիր պղպեղով, այդպես էլ է շատ համեղ։ Եվ կհամեմեմ կարմիր պղպեղով, դո ձեռքով էլ լցնում եմ, հարմար է ձեռքով, այդ ձեռնոցները հանեցի չեմ կարողանում, հարմար ձեռնոցներ չեն, լավ չեն հագնում ձեռքի վրա, ոնց որ դուրս գան անընդհատ։ Հիմա նորից հերթով այդպես կհամեմեմ, կխառնեմ, շուռ կտամ, որպեսզի հավասարաչափ աղն ու կարմիր պղպեղը լցվեն բոլոր կտորների վրա հավի։ Իմ մոտ մի ամբողջական հավ է։ Ավելացնեմ հիմա մի փոքր աղ, մի լավ շուռ ու մուռ կտամ, մի քիչ էլ կարմիր պղպեղ, այսպես խառնում եմ, կլցնեմ այս թասի մեջը, կավելացնեմ մի փոքր բուսայուղ։ Լավ կխառնեմ։ Բերանը կծածկեմ, կթողնեմ կես ժամ էլ սա հանգստանա, համենվի։ Սիրելիներս, տապակի մեջ դրել եմ սև գույնի յուղաթուղթ, շարել եմ կարտոֆիլը, հիմա դասավորում եմ միսը, հերթով, այսպես կդասավորեմ, որոշեցի ձուկել կա տանը, նոր հենց բերեցին, պատրաստեմ նաև կարտոֆիլով, սոխով ձուկ, սա վերջացնեմ, ձուկը կսկսեմ պատրաստել, հիմա նորից կարտոֆիլն եմ այսպես դասավորում, շարում, սոխերը, եփված ջեռոցի մեջի եփված սոխն էլ շատ համեղ է, շատ ընտիր, եփվում է և շատ սիրում եմ աղցանոց ուտես, շատ համեղ է, ես մեկ օր էլ ուրիշ տարբերակով կպատրաստեմ սոխ և ձեզ ցույց կտամ, առաջի ալիքումս եթե հին հետևորդներ ունեմ, նրանք կհիշեն, պատրաստել եմ մեկ անգամ կարմիր սոխը, մի կերպ տեղավորում եմ բոլորը, սա էլ դասավորեցի, վերջացրեցի, հիմա դնեմ ջեռոցը, սիրելիներս, թող արդեն եփի, 250-ի տակ վերև ներքևով կվառեմ ջեռոցը, իսկ հիմա հավը վերջացրեցի, պատրաստում եմ ձուկը, մաքրել եմ 3 գլուխ միջին սոխ, կարտոֆիլներ, նախօրոք լվացած, մաքրած կեղևներից, ձուկը բելուգա է 1 հատ մեզ մոտ, միջին չափսի և սազան, ձուկը թարմը բռնում տեղում մաքրում են, լվանում տալիս են, մենք էլ տանը լվացել ենք, ջրքանվել է և հիմա սկսում եմ պատրաստել, կլոր կացայի հատակին սոխ եմ
կտրտել և շարել։ Հիմա ավելացնում եմ աղը, նաև կարտոֆիլն եմ կլոր կտրատել։ Աղը ավելացրեցի, մի քիչ կարմիր պղպեղ կավելացնեմ, լեչո, կներեք մաքրած լոլիկ է իր հյութի մեջ, կեղևները մաքրած։ Հիմա ավելացնում եմ մանրացրած մաղադանոսը, մեզ մոտ մաղադանոս էր, մաղադանոսը լցնում եմ սիրելիներս և կտրտում եմ կարմիր պղպեղ։ Հիմա մի փոքր էլ կար կանաչ պղպեղն էլ եմ կտրատում։ Կշարեմ այս բանջարեղենների կարտոֆիլի վրա ձուկը, երկու գլուխները կդնեմ, ասեմ նախորոք, աղած է ձուկը սիրելիներս։ Այս բելուգան սպիտակ միս ունի և շատ համեղ ձուկ է, իմ լավ բարեկամներ, բոլորը չեմ պատրաստելու կարտոֆիլով սոխով, հիմա մի քանիսը կպատրաստեմ, մի քանի կտորներ կարտոֆիլով և մնացածը կդնեմ ջեռոցը, հավը պատրաստ կլինի, կհանեմ, մյուս տապակով էլ կդնեմ ձուկը, ջեռոցում էլ է շատ համեղ, չեմ կարողանում վերցնեմ, այնքան բան է, սղում ընկնում է, մի կտոր էլ դնեմ, բավական է, 6 կտոր, մնացածը դնելու եմ ջեռոցը, ջեռոցն էլ է շատ համեղ լինում, հիմա այսպես, նորից ձկան վրա կավելացնեմ սոխ, դափնուտերև չեմ դնելու, սիրելիներս չեն սիրում դափնուտերևով ձուկը, որ պատրաստում եմ, բայց շատ համեղ է ստացվում դափնուտերևով, նորից կարտոֆիլը կդնեմ 2 կեսարած, մի փոքր կարտոֆիլը կաղեմ, զգույշ կլինեմ, որտև ձուկը լավ աղած է, այս մի սոխն էլ այսպես 2 կես կանեմ և կիսալուսնաձև կշարեմ։ Պղպեղ կա, 1 հատ էլ կարմիր պղպեղի երեսը կդնեմ, պղպեղով շատ համեղ է լինում և մի փոքր էլ կանաչ պղպեղ, մաղադանոս կլցնեմ, կհամեմեմ նորից կարմիր պղպեղով, ձեռքով էլ անեմ, ձեռքերս ձկոտ չի, ձեռք չեմ տվել, ձեռքով հարմար է, հավասար կլցնեմ, ձեռքս լվանամ, հիմա նորից մաքրած լոլիկ կլցնեմ և լոլիկի հյութը, մաքրած լոլիկով էլ է շատ համեղ, լեչոյով էլ է համեղ, հիմա այսպես իրար տամ և առանց ջրի բերանը փակելու եմ, դնեմ կրակի վրա, իր հյութը դուրս կտա լոլիկը։ Համարյա ձուկն էլ է պատրաստ, տեսնում եք ինչ լավ կարմիր գույն ստացանք մաքրած լոլիկով և իրեն հյութն էլ բավականին դուրս է տվել, մի քիչ էլ ես լոլիկի հյութից ավելացրեցի, առանց ջրի ձեզ ցույց տվեցի, մի 10 րոպեից արդեն պատրաստ կլինի սիրելի։ Մեզ բարի ախորժակ, ձեզ բարի դիտում, վերջում կնվագի Անգելինաս։
Այսքանով ավարտում եմ այս հոլովակը, սիրելիներս, մաղթելով ձեզ եղեք առողջ եւ օրհնված, տեսություն, մինչ նոր հոլովակ։